Այս տղային տեսնում եք, ընդամենը իր 21 տարեկան հասակում մեկ պատերազմ եւ մեկ մարտական գործողություններ անցած ուղի ունի։ Կյանք փրկած, սպայի կյանք։ Ադելինան ուզում է, որ Անդրանիկ Քոչարյանը տեսնի իր որդու Տիգրանի լուսանկարը։ Ոսկի սերունդը, մի ամբողջ սերունդ է այնտեղ։ Եռաբլուրում հանգչող տղաների մայրերին զայրացրել է կարկառուն ԿՊԱ-կանի հայտարարությունը։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է։ Թե իր տղան բարձրակարգ է, դրա համար էլ չի ծառայել։ Ինչի իր որդին ապրանքը։ ԿՊԱ-կանի ներողությունը չի ընդունում զոհվածի մայրը։ Իսկ միգուցե մտածեիք հետո նոր արտահայտվեիք, տենց ավելի ճիշտ չէր լինի։ Իշխանականները հատուկ են աղլցնում որդեկորույս մայրերի վերքին, ասում է Ադելինան։ Այդ խունտայով անընդհատ փորձում են նսեմացնել, վիրավորել, նեղացնել ծնողներին։ Պատկերացնում եք հիմա բազմաթիվ ծնողներ, որ այսօր իրանց որդիները բոլորը ծառայության մեջ են, ինչ մեծ ցավ են ապրում։ Զոհված Տիգրանի մայրը եւ շատ այլ քաղաքացիներ պահանջում են, որ Անդրանիկ Քոչարյանը վայր դնի իր падգամավորական մանդատը։ Թողած բանկա բուդուլկեքը, շնորհակալություն։ Բանակում ծառայածները Facebook-ում ֆլեշմոբ են սկսել, պահանջելով, որ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հեռանա քաղաքականությունից։ Ես պահեստազորի զինծառայող հատուկ նշանակության բրիգադի հատուկ ջոկատային Աննա Ղուկասյանն եմ։ 2016-ի ապրիլյանից մինչև 2021-ը ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից վայր դնել падգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից։ Ներողությունները բավարար չեն։ Պահանջում եմ տգետ հորը հեռացնել, իսկ բարձրակարգ տղային տանել բանակ։ Հետաքրքիր է, այն ժամանակ էլ ոմանք կարող էին կարծել, թե բարձրակարգ տղաները բանակում չեն ծառայում։ Ծառայել եմ 2 տարի հայոց բանակում, հետևակի սերժանտ, դասակի հրամանատար։ Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից վայր դնել падգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից։ Ներողություններ բավարար չեն։ ԿՊԱ-կանը դեռ չի արձագանքել այս պահանջին։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։